Շնորհակալություն, պարոն վարչապետ, իմ բարեկամ, իմ լավ ընկեր Նիկոլ Փաշինյան, շատ ուրախ ենք, որ այսօր կարող ենք Վարշավայում հանդիպել։ Հստակ հենց այն տարելիցին, երբ Լեհաստանը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992 թվականի փետրվարի 26-ին։ Հիշում եմ այդ օրերը, ամիսները, որոնք անհանգստությամբ էին լցված, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ էինք հաստատում այն պետությունների հետ, որոնք հանդիսանում էին նախկին խորհրդային պետություններ։ Երբ Լեհաստանը մշտապես գլխավորում էր այն ցանկը, այն պետություններին էր քաջալերում, որոնք ընտրում էին իրենց անկախությունը, եւ դա մի ժամանակ էր, երբ շատ լավ էինք նախազգում այն նմանությունը պատմական, համատեղ զգայունությունը, պատմության ճիշտ ընկալումները եւ մեր երկու պետությունների, ինչպես նաեւ այն վտանգները, որոնք մեր երկրներին սպառնում էին եւ անվտանգությունը։ Այսօր կարող եմ նշել, որ մեր հայ-լեհական հարաբերությունները, ինչպես նաեւ մեր անձնական հարաբերությունները, դա ընկերություն է եւ դա առանց որևէ նախապայմանի է։ Մենք ունենք նմանատիպ նպատակներ Լեհաստանում, շատ են գնահատում հայերին եւ ուզում եմ մատնանշել հենց քո կատարած աշխատանքը։ Ես գիտեմ, թե որքան ջանք էր որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու այն տեսլականը, քաղաքական այդ իրականությունը ձևակերպելու ճանապարհին եւ սա մի երևույթ է, որը այսօրվա բարդ պայմաններում եւ ռուսական ագրեսիայի Ուկրաինայի վրա ագրեսիայի պայմաններում շատ հազվադեպ երևույթ է եւ դու պետք է օրինակ հանդիսանաս հենց այդ քաղաքական ուղղուվարման համար։ Նաեւ պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը դա առաջնահերթ կետ է եւ որքան վտանգավոր է այդ ուղին բռնելու համար տարատեսակ գործողություններ իրականացնելու, թեև այն դա բարդ ճանապարհ է եւ պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է եւ գնահատվում է իմ կողմից։ Ցանկանում եմ հայազգին եւ անձամբ քեզ ամենայն հաջողություն այդ ճանապարհին։ Նաեւ ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին եւ սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրոմիության այդ մեծ ընտանիքը։ Շատ հետաքրքիր միջադեպ եղավ, երբ 3 Իսլանդիայի վարչապետներ էստեղ եւ մի երկիր, որը լրիվ այլ ուղղության աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է եւ շուտով իրենք ռեֆերենդում են ուզում կազմակերպել եւ մենք զրուցում ենք եւ շատ ռեալիստական տեսլական ենք տեսնում, թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ պրոցես, ընթացակարգ։ Այսօր հստակ տեսնում ենք, որ Եվրոպան, Եվրոմիությունը, այդ մասին խոսել ենք լեհական պարլամենտում, այսօր մեր պարլամենտում դիվանագետների օրն է եւ պետք է ասեմ, որ դա շատ լավ հայտնաբերում է դիվանագիտության մեջ, հաշվի չառնելով տարատեսակ կարծիքներ եւ ասեմ, որ
բոլորին էլ ձեռնտու է այն հանգամանքը, որ բոլորս միախմբված ենք աշխատում։ Տարբեր ձայներ ենք ստանում, տարբեր բացասական մտքեր են արտահայտվում, բայց այնուամենայնիվ մենք հակված ենք ընդունելու այն բոլոր երկրներին, որոնք կրիչներն են նույն արժեքների։ Հայաստանի եւ հենց ուզում եմ մատնանշել քո ջանքերը տանում են այն ճանապարհին, որոնք ներկայացնում են հստակ այդ ուղին։ Մենք շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց ենք Եվրոմիությունը ընդլայնելու համար։ Այն բոլոր երկրների համար, ովքեր ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Ես վստահ եմ, որ քո վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում։ Եվ ուզում եմ եւս մեկ անգամ քո մոտեցման համար խորը երախտագիտությունս հայտնել։ Նախարար Կոմիշա Կամիշը շատ է ներգրավել այն համագործակցության մեջ, նաև ռազմական, դա է վկայում այսօրվա հուշագրի ստորագրությունը, հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Մենք շատ լավ ենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ հանգամանքը, գիտենք, որ երկու երկրներս էլ, ինչպես նաև երկու վարչապետներս էլ հստակ գիտենք, թե ինչ անել, ինչպես անել, որպեսզի մենակ չլինենք, որպեսզի լինենք միասին։ Եվ որպեսզի կայուն անվտանգություն ապահովենք մեր երկրներին, մեր ժողովուրդներին։ Շատ շնորհակալ եմ, որ անցել եք այդ երկար ճանապարհը եւ ուրախ եմ, որ ներկապային քո երկիրը գտնվում է այն կետում, որ գտնվում է եւ կարծում եմ շարունակենք մեր համագործակցությունը անվտանգության։ Շնորհակալ եմ մեծարգո պարոն վարչապետ, հարգելի նախ արձանագրել, որ ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Լեհաստանում, բավականին երկար ժամանակ Հայաստանի վարչապետը բարձր մակարդակով, ընդհանրապես բարձրագույն մակարդակով այց չի եղել Լեհաստան, եւ կարծում եմ այս այցը մի նոր փուլի ազդարարում եւ արձանագրում է մեր երկկողմ հարաբերություններում, բայց ինձ համար պարոն Տուսկ առանձնակի պատիվ է հրավեր ստանալ ձեր կողմից եւ նման ջերմ ընդունելության արժանանալ ձեր կողմից։ Այսօր մենք հանդիպում ենք ձեզ որպես Լեհաստանի վարչապետ, բայց Հայաստանը ձեր մասին շատ վառ հիշողություններ ունի եւ շատ բարձր է գնահատում ձեր գործունեությունը Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում, որովհետեւ Հայաստանը միշտ զգացել է ձեր աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին եւ իսկապես նաեւ իմ անձնական փորձը այդ ընթացքում շատ մեծ վստահության պաշար է ստեղծել եւ ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար, նաեւ այն աջակցության համար, որ Լեհաստանը Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերում է ամենատարբեր ուղղություններով եւ ոլորտներում, այդ թվում Եվրամիության շրջանակներում եւ մենք այդ աջակցությունը զգացել ենք։ Ինձ համար շատ կարևոր էր եւ մեր պատվիրակության համար լսել ձեր գնահատականները, մասնավորապես նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին,
եւ այն քաջալերող խոսքերը, որ դուք ասացիք, իսկապես նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական եւ Եվրոմիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է։ Ես չեմ թաքցնի եւ դուք դա գիտեք, իհարկե ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են։ Իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, իրենք իրենց հետ բերում են կասկածներ, իրենք իրենց հետ բերում են մեղադրանքներ եւ մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր, ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել եւ պաշտպանել սեփական անվտանգությունը, եւ ես կարծում եմ, որ Լեհաստանը այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ եւ իհարկե ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։ Այս առումով ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր ավանդական պատմական կապերին ավելանալու է գալիս մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը եւ պիտի արձանագրեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ իհարկե խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում։ Գիտեք, երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը եւ ես Հայաստանում մեր խորհրդարանում ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության падգամավորներից մեկը արձագանքեց հետեւյալ կերպ ասելով Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծեք Եվրոպայի մասին եք խոսում, եւ իմ արձագանքը հետեւյալն էր, ես ասացի, իսկ մենք համոզված ենք արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը։ Եվ Եվրոպան այդ առումով մեզ համար օրինակ է եւ ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ, նաեւ խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ ի վերջո բերել են համոզման, որ ինչպես դուք նշեցիք, խաղաղությունը իսկապես ամենակարևորն է, որովհետև միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց շատ կարևոր է ունենալ եւ կարողանալ հենվել այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության անայլընտրանք լինելը, ժողովրդավարության անայլընտրանք լինելը եւ ազատության անայլընտրանք լինելը եւ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանը անցել է եւ ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը իհարկե մեզ համար օրինակելի է։ Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար եւ իհարկե մեծ հաճույքով ձեզ սպասում եմ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի Երևանյան գագաթաժողովին։ Bardzo dziękuję panom premierom i panom